Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, միջոցառմանը ներկա էր նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին։ Սոֆիայում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ լիագումար նիստին մասնակցել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի գլխավորությամբ։ Լիագումար նիստում ներկայացվել են առանցքային զեկույցներ, որոնցից առաջինը վերաբերում էր նորօրյա աշխարհում արհեստական բանականության դերին։ Վրաստանը մտադիր է առաջիկա 3-4 տարվա ընթացքում լիովին վերացնել անօրինական միգրացիան, հայտարարել է երկրի վարչապետ Կոբախիձեն, հողում անելով ներքին գործերի նախարարության պլանին։ Մեր երկրից արտաքսված անօրինական միգրանտների թիվը հաջորդ տարի կկազմի առնվազն 3,500, ասել է նա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուիտքով-Պուտին հանդիպումը տեղի կունենա վաղը դեկտեմբերի 2-ին օրվա երկրորդ կեսին։ Մենք շահագրգռված ենք հաջողությամբ, չենք պատրաստվում դա անել մեգաֆոնային ռեժիմով, ասել է նա եւ չի բացառել, որ հանդիպումից հետո հայտարարություն լինի։